որովհետև մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ այդ թվում, որ ճշտման փուլում է, այդ թվում Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցու ձևաչափերով Հայաստանի Հանրապետությունում են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու եւ այլն։ Այս շատ լավ տեղ բերեցիք։ Ինչ են ասում ձեր ընդդիմախոսները, ասում են, եթե մարդը հոգեվորական է, չի նշանակում քաղաքական հայացքներ պետք է չունենա։ Ձեր նշած փաստերը քրեական գործեր հարուցելու համար են։ Հարուցեք քրեական գործեր, պատժեք այն հոգեվորականներին, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենքը, բայց արշավ մի սկսեք այն եկեղեցականների դեմ, որոնք ձեզնից տարբերվող կարծիք ունեն եւ ձեր հրաժարականն են։ Գիտեք, ոչ միայն հոգեվորականները, այլև բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն։ Ուրիշ բան է քաղաքական հայացքներ ունենալը, ուրիշ բան է քաղաքական հայացքները արտահայտելու միջոցները եւ ձևերը։ Գիտեք ինչ, պատարակի խորանը օգտագործել քարոզների ժամանակ քաղաքական քարոզ անելու համար, կներեք, դա սրբապղծություն է, որովհետեւ պատարակը Հիսուս Քրիստոսի եւ նրա դավանած արժեքների մասին է։ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարակների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ ռադիկալ տեքստեր։ Դուք գիտեք հիմա իհարկե հույս ունեմ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաև դուք գիտեք, որ աշխարհում շատ երկրներում կա նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ համաշխարհային հանրությունը, միջազգային հանրությունը ստիպված է պայքարել։ Տեսեք, դուք ասում եք քրեական գործեր թող հարուցվեն, քրեական գործեր են հարուցվում, ասում են ոնց բանի հոգեվորականների դեմ քրեական գործ եք հարուցում, ոնց կարելի է հոգեվորականի դեմ քրեական գործ հարուցել։ Ոչ ոք չի ասում, ոնց կարա հոգեվորականը պլանավորի, որ Հայաստանի մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական բանը մատակարարումը դադարեցնի, սաբոտաժանի, երթևեկությունը կասեցնի, չգիտեմ, բաներ եւ այլն, խոսի մարդկանց պատերի տակ գնդակահարելու մասին։ Այդ գործերը դատարանում են, պարոն վարչապետ, ես դրա մասին չեմ խոսում։ Շատ լավ, բայց կա կոնկրետ գործ եւ կա միջավայր, որտեղ այդ գործերը ստեղծվում են։ Այսինքն մեր խնդիրն ինչ է, թողել որ այդ ծայրահեղականության դրսևորումները գնալով շատանան, պլանը դառնա իրագործելի, գնդակահարության մասին սպառնալիքները դառնան գնդակահարություններ, որ հետո ասեն, բա պետությունը ուր էր, բա ուր էր նայում պետությունը, իսկ ուր էր նայում ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ուր էր նայում կառավարությունը եւ այլն եւ այլն։ Հիմա գալով խոսքի սկզբին, ասում եք համապատասխան միջավայր եմ ուզում ստեղծվի, հանրությունը տեղեկացվի նոր, ոնց եք պատկերացնում, ասենք, ինչքան ժամանակ է դրա համար պետք եւ կոնկրետ գործողություններ ակնկալել թե